Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մանրամասն ներկայացրեցիք ձեր տեսլականը, բայց ինձ մի հարց է հետաքրքրում։ Եթե դուք չլինեիք, այլ մեկ այլ պաշտոնյա որևէ մեկը բացի ձեզից, որպեսզի սուբյեկտիվ գնահատական չլինի, դրա համար եմ ասում դուք չլինեիք։ Պետության կառավարման այս ընթացքում ավելի կարևոր է այն աշխատանքը, որ դուք հիմա կատարում եք, որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ, թե Սահմանադրական դատարանի դատավոր, որն է ավելի գործառույթային իմաստով մեր ներկա իրավիճակին ավելի կարևոր գործառույթներ։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը օբյեկտիվ, ոչ թե որ արդեն ընտրել եք, հասկանալի է, որ նախընտրել եք Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, բայց գործառույթային իմաստով, պետության իմաստով դուք որպես պետականամետ գործիչ, այդ իմաստով որն է այս պահին Հայաստանի Հանրապետության համար ավելի կարևոր գործառույթներ իրականացնող պաշտոնյա։ Պարոն Բագրատյան, բարդ հարց եք տալիս, ես համալսարանում դասավանդման տարիներին միշտ նման հարցերի պարագայում ձեռքից հանում եմ մեխանիկական ժամացույցը, սա մեխանիկական չի չեմ հանի, եւ հարց է տալիս, թե որն է ժամացույցի ամենակարևոր դետալը։ Ամեն մեկ ինչ-որ բան ասում էր։ Իրականության մեջ, պարոն Բագրատյան, ժամացույցը ոչ կարևոր դետալ չունի։ Նույնիսկ ամենափոքր դետալի խաթարման պարագայում ամբողջ համակարգը դադարում է գործել։ Ցանկացած փոքրիկ դետալ ժամացույցի մեխանիզմից հանեք եւ համակարգը դադարում է գործել։ Այդ պարագայում դժվար կլինի ասել, թե որն է ավելի կարևոր։ Իմ կարծիքով կարևոր եւ ոչ կարևոր չկան։ Եվ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է չափազանց կարևոր, եւ խորհրդարանական գործունեությունը չափազանց կարևոր, եւ գործունեությունը Սահմանադրական դատարանում կարևոր։ Չեմ ուզում անդրադառնամ լճացման ֆենոմենին, բայց նաեւ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան տեսնել նոր դեմքեր բոլոր տեղերում, այդ թվում գուցե խորհրդարանում։ Իմ կարծիքով ես իմ գործունեությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այնուամենայնիվ կամ այն կողմը նստեք զրուցեք, կամ այդ կողմը նստեք զրուցեք։ Մտածեք ու դադարեցրեք զրույցները դահլիճում, դա բոլորին է վերաբերում։ Շարունակեք, կներեք։ Ես, պարոն Բագրատյան, իմ գործունեությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կարող եմ գնահատել որպես բավարար, եւ սա սուբյեկտիվ գնահատական չի։ Մենք ցավոք եւ 7-րդ եւ 8-րդ գումարման ժամանակահատվածում մենք մշտապես ունեցել ենք կրիզիսային ճգնաժամային կառավարում եւ մենք փորձել ենք հրշեջի նման լուծել այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել իրավական համակարգում։ Ես մեծ ցանկություն ունեմ, որ հաջորդիվ խորհրդարանները շատ ավելի խաղաղ միջավայրում կգործեն եւ ավելի շատ հնարավորություն կունենան իրականացնելու այն գործունեությունը, որը միտված կլինի նոր բան ստեղծելուն, այլ ոչ թե արկա իրավիճակներում ճգնաժամային լուծումներ որոնելուն։ Ինչ եմ գնում Սահմանադրական դատարան, ինչ եմ համաձայնվել Հանրապետության նախագահի առաջարկին, որովհետև իմ կարծիքով բավարար փորձառություն եմ ձեռք բերել, այդ թվում խորհրդարանական, հասկանալով, թե ինչպես է ի վերջո աշխատում օրինաստեղծ մեխանիզմը։ Եվ այդ գիտելիքներով հանդերձ գումարած այն գիտելիքներն, որ ստացել եմ Սահմանադրական դատարանում եւ ակադեմիական գործունեության ընթացքում, կկարողանամ առավել արդյունավետ սահմանադրական արդարադատություն իրականացնեմ, լինելով որոշակի առումով ոչ ուղղակի, բայց անուղղակի փոխաբերական առումով կամուրջ խորհրդարանի եւ դատական իշխանության միջեւ։ Այսքանը։ Շնորհակալություն պատասխանի համար։ Ժամացույցի օրինակը որ բերեցիք, բայց հաշվով ժամացույցի ապակին կարող է վնասվել, բայց ժամացույցի գործառույթը կիրականացնի ապակու վնասած լինելու պարագայում էլ։ Բայց այս դեպքում ես տպավորություն ունեմ, որ շատ ավելի ծանրաբեռնված աշխատանքից դուք քիչ ավելի ծանրաբեռնված աշխատանքի եք անցնում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Իհարկե ես վստահաբար կողմ եմ ձեր ընտրությանը եւ քվեարկելու եմ կողմ, որովհետեւ իմ համար կարևորը պետության համար կատարած աշխատանքի ծավալն է եւ որակը, եւ եթե դուք գտնախնդրում եք այս ընթացքում ձեր նախասիրությունը, նաեւ ձեր աշխատանքային փորձը Սահմանադրական դատարանում շարունակել, ես ողջունում եմ։ Ամեն դեպքում ափսոսանքով ենք հրաժեշտ տալիս ձեզ, այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, ես էլ շատ խառը զգացմունքներով եմ համաձայնվել այս առաջարկին, որովհետև սիրում եմ խորհրդարանական գործունեությունը եւ սիրում եմ պետաիրավական գործունեությունը, որպես այդպեսին։
բայց գիտեք, ավելի հանգիստ աշխատանքի գնալու հետ կապված ձեր դիտարկումը շատ ճիշտ էր, եթե մենք խոսայինք մինչև 2005, իսկ իրական մինչև 2018 թվական սահմանադրական դատարանի գործունեության մասին։ Գիտեք, սահմանադրական դատարանը 96 թվականին էր ձևավորվել, բայց մինչև 2005 թվականը սուբյեկտների սակավաթվության հետ կապված շատ քիչ դիմումներ էր լինում սահմանադրական դատարան։ Բայց ես տեսել եմ նաև անհատական դիմումների ներդրման ինստիտուտը, երբ սահմանադրական դատարան օրական հարյուրավոր դիմումներ էր ստանում։ Եվ այսօր էլ հավատացնում եմ ձեզ, իմ պարագայում կարող է դա ինձանից է կախված։ Ես որից անգամ հեշտ աշխատանքի չեմ գնում։ Կարող է գնամ այնտեղ ծավալը տեղափոխվի այնտեղ։ Մեկ-մեկից թվում է ես որպես մագնիստ անում եմ հետս աշխատանքը նաև։